մեր նախընտրական կարգախոսն էր, որ մենք ժողովրդին կոչ էինք անում տեր կանգնել խաղաղությանը եւ մեր գնահատականը միանշանակ է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին տեր է կանգնել խաղաղությանը։ Բայց ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել ուրիշ փաստի վրա, որի մասին ըստ էության խոսեցի հիշատակելով Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի եւ Ադրբեջանի նախագահի օգնականի հանդիպումը, որովհետեւ մենք պետք է մեր իրադրություններին արտաքին աչքով էլ նայենք, որովհետեւ արտաքին աշխարհում եւ ոչ միայն Ադրբեջանում, այլ արտաքին աշխարհում կարող է հարց ցակել։ Մի րոպե Հայաստանի Հանրապետությունում 500,000 քաղաքացի կա, որ մտածում է, որ պետքա ծովից ծով Հայաստանը գնալ վերցնել կամ պետքա Ղարաբաղը հետ բերել կամ պետքա գնալ Ղարաբաղ կամ պետքա վերանայել խաղաղության համաձայնագիրը եւ կամ ինչ որ գրած է խաղաղության համաձայնագրի մեջ, ոչինչ մեկա մենք դա չենք անի, 500,000 քաղաքացի կա այդտեղ։ Հասկանում եք, եթե ընկալումը լինի այնպես, որ այդքան մարդ կա, ես ուզում եմ հղում անել իմ ընտրություններից առաջ արած հայտարարությանը, որ մեզ պետքա սահմանադրական մեծամասնություն, որպեսզի մենք բացառենք պատերազմը։ Եթե մենք հիմա չկառավարենք այս իրավիճակը եւ ընկալում ստեղծի, որ Հայաստանի Հանրապետությունում 500,000 մարդ կա, որ ասում է մենք պետք է Ղարաբաղի շարժումը շարունակենք, եւ պետքա ծովից ծով, այսինքն այդ պատերազմի եռագլուխ կուսակցության գումարն եմ ասում, արձանագրված ձայների։ Դա շատ լրջորեն կսրի քաղաքական, ռազմաքաղաքական իրավիճակ Հայաստանում, մանավանդ այն պայմաններում, երբ որ մենք այսօր ունենք նոր բանակ եւ կարա հարց առաջանա, կարող է այդ բանակը հայտնվի այն մարդկանց ձեռքում, հասկանում եք, ես այս նկատի ունեմ, բայց մենք հո գիտենք իրողությունը։ Բաժանորդագրվեք Արմպուլսիայեմի սոցիալական ցանցերում։